Երևանի 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառման նվազեցման համար Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական ներդրումային բանկից 25 միլիոն եվրո վարկ կվերցնի։ Ֆինանսական պայմանագիրը վավերացնելու նախագիծը ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը։ Կարևոր և օգտակար համաձայնագիր է, ասաց Վաչե Տերտերյանը, նկատեց վարկը սուվերեն է, այսինքն վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում։ Փոխնախարարի խոսքով ծրագիրը բանակցել է քաղաքային իշխանությունը, վարկային համաձայնագիրը երկրորդ փուլն է, որը վերաբերվում է Երևանի հանրային նշանակության, այս դեպքում արդեն ուղիղ տեքստով համայնքային նշանակության շենք շինությունների, հատկապես մանկապարտեզների, շենքերի էներգոարդյունավետության բարձրացման ընդհանուր արժեքը 37.1 միլիոն եվրո է, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կազմի 2 միլիոն եվրո, բանկի կողմից տրամադրվող վարկը 25 միլիոն եվրո, հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը 10.1 միլիոն եվրո։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչը ծրագրի առաջին փուլի աշխատանքները ներկայացրեց, հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել էներգախնայողությունը, աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը 2025 թվականի սեպտեմբերին է նախատեսված։ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մենք այդ պայմանավորություն ունենք, որ վարկի սպասարկումը արվելու է կառավարության կողմից։ Ասիական զարգացման բանկից էլ 60 միլիոն եվրոից ավելի վարկ է վերցվում Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու համար։ Վարկը կսպասարկի Հայաստանի կառավարությունը, այն կուղղվի ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը։ Կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ, իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքերը եւ նվազեցնելով խցանումները։ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Մոնթե-Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 1.9 կիլոմետր է, իջատեղերով 6.6 կիլոմետր, 269 մետր ունենք կամուրջային հատված գետի վրայով անցկացվող, դեպի Արշակունյաց պողոտա ըստ նախագծի նախատեսված է, որ լինելու է երկհարկանի երթևեկության սխեմայով, այսինքն Արշակունյաց պողոտայով երթևեկողները գնալու են ճանապարհի տակով, իսկ մեր նոր ճանապարհով եկողը արդեն շրջանաձև երթևեկությամբ միանալու են այդ ճանապարհին։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ անդրադարձավ քաղաքի ծանրաբեռնվածության թեթևացմանը, տեղեկացրեց, որ զուգահեռ մի քանի ծրագիր է իրականացվում։ Ըստ նրա, ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան Եղվարդի խճուղիների նախագիծը, արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայանի կառուցման նախագիծն ու անցնում է պարզ փորձաքննություն։ Քննարկվում է Ուլնեցի, Ռուբինյան, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը։ Քննարկված երկու նախագիծն էլ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։ Անի Օհանյան, լուրեր։